Հարգելի հայրենակիցներ, բոլորս հիշում ենք ապրիլի 7-ին հայտնի օրինագիծը, որը մի քանի ժամվա ընթացքում հատուկ մեր քաղաքական ուժին, ուժեղ Հայաստան դաշինքին նվիրված ընդունվեց, կհիշեք, հա, մենք մարտի 31-ին ազդարարել էինք, մեր դաշինքի անվանումը այն ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ էր կոչվում, եւ մի քանի օր անց, երբ արդեն մեր իրավական գործընթացները մեկնարկ էին տվել, մենք տեսնում ենք մի նախագիծ, հապշտապ արտահերթ կարգով ընդունված, հակաօրինական, որովհետև միջազգային եւ ներպետական չափորոշիչներին հակասում են, որով արգելեցին անձնանունների կիրառումը։ Բնականաբար այս նախագիծը ուղղակիորեն մեր քաղաքական ուժին նվիրված էր եւ կոնկրետ հավասարության սկզբունքը ընտրական գործընթացի հերթական անգամ մեր նկատմամբ կիսակիրառվեց, խախտվեց, բայց դրան զուգահեռ այդ նախագծում եւս մեկ փոփոխություն կար, որի մասին բազմաթիվ մեր հայրենակիցներ իրազեկ չեն։ Եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի այլ քվեաթերթիկ է առկա լինում, բոլոր քվեաթերթիկները այլևս անվավեր են ճանաչվելու։ Ես խնդրում եմ սրան շատ մեծ ուշադրություն եւ իրազեկում, որովհետեւ նախորդ ընտրությունների փորձառությունս հաշվի առնելով, հաշվարկների ժամանակ մենք բազմաթիվ դեպքեր ա լինում, որ ծրարներից հանում ենք մեկից ավելի քվեաթերթիկներով տրցակ, մարդը քաղաքացին գալիս է, օրինակ 1, 2, 3-րդ քվեաթերթիկն է, հա, ուզում ընտրել, 3-րդից սկսած մնացած տակի քվեաթերթիկները դնում է ծրարի մեջ, մոռանում է նետել աղբարկը, հա, իներցիայով, տարիքով մարդիկ են լինում, հա, շփոթմունքի տեղիք է տալիս, եւ նախկին ընթացակարգը, որը գործում էր, մենք վավեր էինք համարում այն քվեաթերթիկը, որի վրա փակցված էր դրոշմանիշային կնիքը։ Շատ հաճախ բնականաբար, երբ տրցակ էր լինում, մարդու համար կարող է ոչ ցանկալի քվեաթերթիկը վավեր համարվեր, որովհետև հակառակ կողմից է փակցվում։ Բայց այլևս, եթե մեկից ավելի քվեաթերթիկ կամ ավելորդ իր է լինում մեջը տեղադրված, բոլոր քվեաթերթիկները անվավեր են համարվում։ Հետևաբար, խնդրում եմ ուշադիր լինել, որ այդ տրցակի մեջից քվեաթերթիկների կոնկրետ մեկ ընտրեք։ Այնուհետև, երբ ձեր ընտրությունը կատարեցիք, դուրս եք գալի, մոտենում եք վերջին սեղանին, որի վրա տեղադրված է լինում քվեատուփը եւ կողքը աշխատակից հանձնաժողովի անդամը նստած է լինում դրոշմանիշային կնիքներով։ Սա ընտրական գործընթացի ամենակարևոր փաստաթուղթն է, փոքրիկ այսպես ստիկեր է, դրոշմանիշային կնիքը, որը հաստատում է տվյալ քվեաթերթիկի վավերականությունը։ Առանց դրոշմանիշային կնիքի քվեաթերթիկները ուղղակի թղթի կտոր են։ Եվ ունեցել ենք դեպք, խնդրում եմ այստեղ է ուշադիր լինել, որ դրոշմանիշային կնիքը, օրինակ աշխատակցի կամ քաղաքացու շտապողականության պատճառով չի փակցվել եւ քաղաքացին նետել է ծրարը քվեատուփը։ Այս պարագայում պահանջում ենք, որպեսզի նորից զրոյականից արձանագրվի այդ հանգամանքը, որ առանց դրոշմանիշ նետվել է ծրարը եւ նորից քաղաքացուն սկզբից տրամադրվեն քվեաթերթիկները ծրարը ու նորից մարդը իր ընտրական իրավունքը իրացնի, որովհետեւ այստեղ տեխնիկական վրիպակի պատճառով չի կարող քաղաքացու ընտրական հիմնարար իր քաղաքական իրավունքը ավելի նվաստ կարգավիճակ ստանալ։ Հարգելիներս, սա ըստ էության հիմնական գործընթացն է արագացված ներկայացված, որը տեղի է ունենում։ Հիմա կուզեի իմ կողմից արձանագրված եւ գործընկերներիս կողմից այդ թվում ինձ փոխանցված ահազանգերի մասին խոսել։ Հատկապես ահազանգերը տրամաբանորեն օրվա իշխանության քաղաքական ու այդ տվյալ քաղաքական ուժի կողմից են արձանագրվում, որոնք ովքեր մասնակցում են այս ընտրապայքարին եւ հատկապես մեր քաղաքական ուժի պարագայում առաջին անգամ չէ, որ իրենց թույլ են տալիս վարչական ռեսուրսների շահարկում եւ կիրառում։ Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում եւ ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում այն քվեաթերթիկը, որ ըստ էության իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը։ Հարգելի հայրենակիցներ, սա ըստ էության արգելված արարք է, առաջին, երկրորդ, դուք հիմա հնարավորություն ունեք մտնել, քանի որ ընտրություններին այլևս չկա գրիչ եւ մատիտ, մարդիկ ընդամենը ընտրում են մի քվեաթերթիկը եւ տեղադրում են ծրարի մեջ։ Դրեք այդ տվյալ ուժը, եթե վախեր ունեք, ճնշման եք ենթարկում, նկարեք
Այնուհետև նետեք աղբար կղա եւ ընտրեք այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Սա մեկ։ Երկրորդը, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետևաբար կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Եվ երրորդ ահազանգը, որի մասին էլի լսել էինք նախորդ ընտրություններին, դա այն է, որ քաղաքացիներին հատկապես մարզաբնակ, գյուղաբնակ ահաբեկում են, ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Հայեր ջան, մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ եւ երաշխավորում ենք, որ քվեախցերում եւ տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե դուք ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամարտահայտությունը դրսևորում։ Հարգելի հայրենակիցներ, գնացեք ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը, եւ շեղվել ու խեղել են քաղաքացիական պայմանագիրը քաղաքացու հետ։ Դա բացարձակ ճշմարտություն է, դա սահմանադրորեն ամրագրված հիմնադրույթ է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ մեր նպատակն է, որ մեր երկրում հնարավորություն ունենանք կազմակերպել եւ իրականացնել արդար, հավասար, ուղղակի, ընդհանուր ընտրություններ, որովհետեւ հենց ընտրությունների որակն է տալիս տվյալ պետության իրավական ու ժողովրդավար լինելու հիմնական գնահատականը։ Հիմա հաշվի առնելով այս միջամտությունները եւ մի շարք այլ խախտումներ, որոնց հետքերով մենք դիմումներ ենք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրինակ նույն վարչական ռեսուրսների կիրառման դեպքերը, տեխնիկական, նաեւ նշեմ, որ խախտումները իրենց բնույթով լինում են տեխնիկական եւ բովանդակային։ Տեխնիկական են օրինակ պաստառների հետ կապված գործընթացները, կրկին, մենք արձանագրած ունենք դեպքեր, այդ թվում տեսանյութ, ինչպես են իշխող ուժին քաղաքացիական պայմանագրին առնչելի գործիչներ մարդիկ, ակտիվիստներ պատռում մեր պաստառները ուժեղ Հայաստան դաշինքի։ Դա եւս իրավախախտում է եւ պետք է հետևանք կրեն։ Բայց բովանդակային առումով էլ մենք, բովանդակային առումով է, հարգելիներս ավարտեմ ու հարցերին, անցնենք։ Բովանդակային տեսանկյունից էլ խախտումներ են, երբ օրինակ վարչական ռեսուրսներն են կիրառվում։ Մի հետաքրքիր ինֆորմացիայով կիսվեմ, չխորանամ, մեր դիմումների բովանդակության մեջ ժամանակ նայենք, մենք վեր ենք հանել ցուցակներից մոտավորապես հազարավոր հասցեներ, իսկ կոնկրետ 100-ը գերազանցող 689 հասցե, որոնց վրա 100-ից ավել մարդ է գրանցված, հաշվառված։ Սրա հետքով կոնկրետ օրինակ մի հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված։ Սրա հետքերով դիմել ենք թե ներքին գործերի նախարարություն, թե կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանման նպատակով, որովհետև առնվազն հարյուրավոր հասցեները 100-ից ավել հաշվառված անձանցով մտահոգության տեղիք են առնվազն տալիս եւ լիահույս եմ, որ նորմալ պատշաճ պարզաբանում եւ լուսաբանում կստանա այս հարցը։
Հիմա ես կցանկանայի մեր կողմից պատրաստված կայքեջը ներկայացնել, որտեղ թե ընթացակարգն ենք ընտրական գործընթացի ներկայացնում, թե ներկայացնում ենք մեր թեժ գիծը եւ խնդրում եմ հարգելիներս, մենք այնտեղ նաեւ հնարավորություն ունենք էլեկտրոնային մեյլ ունենք որպես թեժ էլեկտրոնային հասցե, որտեղ հնարավորություն կոճակ կա ձեր կոնֆիդենցիալությունը երաշխավորելու, այնպես որ եթե անգամ վախեր կա, իսկ այդ վախերը կան, մարդիկ փողոցում մոտենում են, օրինակ ես ահազանգերը ինձ ներկայացնում են, որ օրինակ իմ վրա ճնշում են գործադրել, որ պետական նման հիմնարկի աշխատակից եմ, որպեսզի նկարեմ իմ քվեաթերթիկը, որպեսզի մարդը խնդիր չունենա, մենք այդ կոնֆիդենցիալության հնարավորությունը քաղաքացիներին տալիս ենք ու մենք անպայման գնալու ենք ահազանգերի հետքերով։